Ողջույն, եթերում Drive News-ն է, ինչպես տեսնում եք, մենք այսօր չենք փորձարկում որևիցե ավտոմեքենա, այլ ներկային գտնվում մոտոկրոսի մրցման։ Այստեղ արդեն մոտոցիկլետավարները պատրաստվում են և մի քիչ հետո կարծես արդեն կսկսեն մրցումը։ Լավ, ես շատը չեմ եկել այստեղ մրցում նայելու, ես այսօր եկել եմ այստեղ փորձելու վարել մոտոցիկլետ, չգիտեմ իմ մոտ ինչքանով կստացվի դա, բայց կարծում եմ շատ չեք ծիծաղի, գնացինք։ Drive News-ի այսօրվա այցելությունը Արտաշատի մոտոկրոսի մրցուղի ունի մի քանի նպատակ։ Ես կփորձեմ մոտոցիկլետը, որով մոտոկրոսի մրցաշավորդներն են դուրս գալիս մրցուղի։ Միաժամանակ կպարզենք կարողանում եմ արդյոք վարել մոտոցիկլետ, թե ոչ։ Եվ վերջապես մեր գլխավոր նպատակն է լուսաբանել այսօրվա իրադարձությունը։ Մրցության կազմակերպման մասին մի փոքր ավելի մանրամասն մեզ կներկայացնի Հայաստանի մոտոկրոսի բազմակի մրցանակակիր եւ հաղթող Հրանտ Սարգիսովը։ Մենք Երևանում ունենք բավականին շատ մրցադաշտեր, մոտոկրոսի, այսինքն քանակերում, Սովետաշենում, ինչքան գիտեմ, ինչի եք այսօր եկել հավաքվել այստեղ այսքան հեռու Երևանից։ Արտաշատի մոտոկրոսի ակումբը որոշեց, որ Արվիկուն ակումբի հետ միասին մրցում անցկացնի, տարվա առաջին մրցումը այստեղ անի, քանի որ ամենադժվար մրցուղին մեր բոլոր մրցուղիներից Արտաշատում է, որոշեցինք, որ առաջինը ստեղ անեն։ Դուք նշեցիք, որ Արտաշատը ամենադժվար մրցուղին է։ Իսկ ինչով է տարբերվում, ինչն է դժվարությունը, օրինակ ես, եթե չգիտեմ, ես չեմ մասնակցում, ես չեմ հասկանում, ինչու կարող է դժվարությունը լինել, ինչով է պայմանավորված։ Ասեմ, դժվարությունը նրանում է, որովհետև այստեղ փոշին ավելի շատ է, համարյա թե մենք իրար չենք տենում, մրցման ժամանակ իրար չենք նկատում, փոշին խանգարում է շատ, հետո վայրեջքները, վերելքները շատ են։ Դրա համար որոշեցինք, որ առաջին մրցումը դժվար մրցում անցկացնենք, հետո հեշտը հայել կա։ Իսկ դուք ասեցիք, որ նոր մարզիկներ ունեք, որոնք այս տարի առաջին անգամ են վարում, բայց չեք կարծում, որ մի քիչ, չգիտեմ, դժվար կլինի նրանց համար այս ամենադժվար մրցուղում վարելը։ Այդ մարզիկներին մենք ենք պատրաստել անձամբ ես եմ պատրաստել Մարտին Սարգսյանին, որ այս մրցմանը, ոնց որ ասած, իմ հակառակորդն է լինելու։ Դե ինչպես ասում են, աշակերտը պետք է գերազանցի ուսուցչին։ Տեսնենք, շնորհակալություն, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շատ ուրախալի է, որ Հայաստանում մոտոկրոսը զարգացում է ապրում, մանավանդ, որ գյուղական համայնքները հետ չեն մնում մայրաքաղաքից, կարելի ասել նույնիսկ գերազանցում են։ Խոսքս վերաբերում է մասնավորապես Արարատի մարզի Այգեզարդ համայնքին, որը այս մրցությանը հանդես է գալիս երկու մասնակիցներով։ Մրցությունը հետաքրքրական է նաև նրանով, որ որոշ մարզիկներ երկարատև ու ծանր պարապմունքներից հետո առաջին անգամ են դուրս գալիս մրցուղի, չափելու ուժերը պրոֆեսիոնալների հետ։ Այս պահին մեզ հետ է ամենաերիտասարդ մարզիկը, որի մասին քիչ առաջ մենք խոսեցինք։ Բարև Մարտին։ Մարտին, դու առաջին անգամ ես մրցում քշում։ Առաջին անգամ եմ քշում, ու տպավորությունները շատ մեծ է։ Մանկուց եմ երազել քշեմ, ու դες պատրաստ չէի, արդեն պատրաստեմ, ուզում եմ։ Իսկ ինչքան ժամանակ ես դու պարապել հենց այս տարածքում, որպեսզի հասկանաս, որ դու արդեն պատրաստ ես մրցում քշելու։ Դե մի 2-3 տարի կլինի։ 2-3 տարի արդեն պարապում ես։ Իսկ ինչ ես կարծում, քո մրցակիցները շատ ուժեղ են քեզանից, քեզ համեմատ։ Հա, ես ամենամիշնեկն եմ, մեջներից պստիկն եմ, շատ լավ է ուժեղ են սաղել։ Այսինքն, ինչ ակնկալիքներ ունես, այսօր ինչ ես սպասում, գոնե մոտավորապես վերջին, առաջին, ինչ տեղ ես սպասում։ Դե սպասելու տեղ չկա, ուղղակի կրեմ ֆինիշ անեմ։
Կարևորը հասնես վերջնակետին։ Դե ինչ քեզ հաջողություն եմ մաղթում, քեզ առաջին տեղ մինիմում հաջողություն։ Մոտոկրոսը, ինչպես գիտեք, գրունտային շրջանաձև մրցուղով մրցավազք է, որին արշավորդները մասնակցում են 2 դասերում։ Առաջին դասը 125 սանտիմետր խորանարդ, երկրորդը 250-ից 500 սանտիմետր խորանարդ ծավալով ուժային ագրեգատներով մոտոցիկլետներ։ Արշավորդները մեկնարկում են եւ մրցությունն ավարտում են կատարելով 6 պտույտ։ Հաղթողը ճանաչվում վերջնագիծը առաջինը հատած մասնակիցը։ Կանոնները կարծում եմ պարզ են։ Եթերը ժամանակի սխության պատճառով մենք ամբողջությամբ չենք կարող ներկայացնել դասերի մրցարշավն առանձին։ Նշեմ, որ մրցարշավն ընթանում է խիստ լարված մթնոլորտում։ Դե իհարկե, մրցուղին բարդագույն մրցուղիներից է։ Բացի այն, որ հագեցած է բազմատեսակ շրջադարձերով, մարզիկները ստիպված են հաղթահարել նաև կտրուկ վերելքներն ու վայրէջքները, որոնք երբեմն արշավորդներին մոտոցիկլետի հետ միասին վեր են նետում։ Սակայն առաջ անցնելով ասեմ, որ ի ուրախություն մեր մարզասերների, չհաշված մի քանի անկումները եւ խափանումները, մարզիկները բոլոր իրավիճակներից կարողացան պատվով դուրս գալ։ Իսկ նմանատիպ ծանրաբեռնվածությամբ արշավների ժամանակ անկումներն ու խափանումները սովորական բնույթ են կրում։ Ես կասեի նույնիսկ պարտադիր են, որովհետեւ ինչպես Նիցշեն է նշում, այն ինչը մեզ չի սպանում, դարձնում է մեզ ավելի ուժեղ։ Իսկ այս պահին մեզ հետ է Այգեզարդ համայնքի գյուղապետ Արթուր Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, ինչպես հասկացա, դուք շատ եք սիրում, հա, այս մոտոկրոս սպորտաձևը ու ինչքան հասկացա, լավ աջակցում եք մեր սպորտսմեններին կամ կազմակերպումներին։ Իհարկե, մենք սիրում ենք, որտեղ այս սպորտաձևը մեր համագյուղացիներից ավանդույթ է, համագյուղացին համար դեռևս վաղ ժամանակից մեր գյուղացիները շատ են սիրում այս սպորտը եւ զբաղվում են այդ սպորտով։ Պարոն Մանուկյան, իսկ ինչպես եք խրախուսում դուք այդ ձեր մարզիկներին, երիտասարդներին, ինչով եք օգնում նրանց։ Մեր մարզիկներին ճիշտ ասած մենք նախապատրաստել ենք ֆինանսական աջակցություն եւ գավաթներ մեր համայնքի մարզիկներին։ Այսօրվա դրությամբ նաեւ բենզինով ենք օգնում տղաներին։ Ինչով որ դիմում են օգնում ենք, ինչ որ անհրաժեշտ է իրենց համար։ Կարծում եմ դա անհրաժեշտ բաներից մեկն է բենզինը այս սպորտաձևում։ Մրցուղում շատ թեժ պայքար է ծավալվել մրցակիցների միջև, ովքեր չեն ցանկանում առաջնությունը զիջել հակառակորդին։ Բացի շրջադարձերից ու թռիչքներից, մրցակիցների համար հավելյալ դժվարություն է առաջացնում նաև փոշին, որը բարձրանում է մոտոցիկլետների անիվների տակից եւ տեսանելիությունը դառնում է 0։
Այս պահին մեզ հետ է Արտաշատ մոտոկրոս ակումբի նախագահ Գրիգոր Սարգսյանը։ Բարև ձեզ Գրիգոր։ Կարող եք ինձ ասել, ինչ մրցում է, ինչով է առանձնանում այսօրվա մրցումը մնացած մրցումներից։ Այսօրվա մրցումը Հայաստանի բացառաշնությունն է, տարվա բացում, սեզոնի բացում։ Կազմակերպիչները Արտաշատ ակումբն է, մոտոկրոսի եւ Արվիկոն ակումբը համատեղ կազմակերպվել է որպես դժվար մրցուղի, որպեսզի սպորտը զարգացնենք, որովհետեւ չկա պետական աջակցություն, կազմակերպումը անհատների կողմից հովանավորությամբ, վիվարոնը, մի խոսքով ընկերներ են, որոնք սիրում են սպորտը։ Դուք ունեք նոր սպորտսմեններ, նոր մարզիկներ, ովքեր այս տարի առաջին անգամ են վարում, հա։ Իսկ ինչպես է կարծում, ճիշտ էր, որ ընտրեցիք ամենադժվար անցանելի ճանապարհը նրանց առաջին փորձության համար։ Նրանք առաջի անգամ որպես մրցում ստեղ են քշում, բայց պարապմունքները արել են ստեղ ու ուզում էին բոլոր սպորտսմեններն էին ուզում, որ դժվար անցանելի մրցուղի լինի ու այս մրցուղին միշտ եղել է, Արտաշատի մրցուղին միշտ եղել է, ուստի միշտ ավելի հետաքրքիր է սպորտսմենների համար։ Մեր նոր սպորտսմեններն են, իրանք ուժերի վրա վստահ են, ուզում են, որ ստեղ լինի։ Համար կազմակերպել ենք ստեղ։ Իսկ անձամբ դուք ձեր կազմակերպությունը քանի մարզիկ ունի այստեղ։ Այսօր ունենք մենք Արտաշատ ակումբը ունի 8 մարզիկ, 7-ից 8, մեկը տեխնիկան փչացավ, ընդհանուր շատ ունենք մարզիկներ։ Այսօր մարզավիճակի մեջ չեն, լավ չի, ֆիզիկական պատրաստակամներ, սեզոնը նոր է բացում, հələ չեն քշել, տենց։ Ընդհանրապես շատ են լինում, ընդհանուր այս մոտոկրոսի մեջ 18-20 սպորտսմեն կա, բայց այսօր մի քիչ են, ոչինչ, տարվա սկիզբն է, առաջին մրցումն է, հետո լավ կլինի։ Ուրախությամբ եմ փաստում, որ մեր մարզիկները բավական լավ են հանդես գալիս եւ հույս եմ հայտնում, որ մոտ ապագայում նրանք կարող են մասնակցել միջազգային տարբեր մրցությունների։ Ավարտվում է մոտոկրոսի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որով, ինչպես նշեցինք, կատարվեց սեզոնի բացումը։ Ժամանակն է ամփոփել արդյունքները եւ ներկայացնել հաղթողներին։ Իսկ հիմա մեզ հետ է Արսեն Սարգիսովը, Արվիկոն ակումբի նախագահան, որը հանդիսանում էր նաև այսօրվա կազմակերպիչներից մեկը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպես տեսնում ենք այսօր շատ թեժ այսպես անցավ այսօրվա մրցությունը, ինչ կասեք այսօրվա մասին, դուք գոհ եք։ Գոհ ենք այնքանով, որ այսօր բացեցինք սեզոնը։ Հայաստանի առաջնության առաջի փուլներ մոտոկրոսի եւ գիտեք, այս Արտաշատի տղաների ջանքերով։ Քանի որ Երևանում մոտոկրոսը իրոք մի քիչ նստել է հիմա, բայց մենք կարծում ենք, որ նորից կբացվի եւ կանցկացնենք երրորդ փուլերն էլ հետը։ Իսկ թեժ անցնելու համար իրոք միշտ էլ Արտաշատում սենց շատ լավ անցնում է, քանի որ բալեշիկները շատ լավն են ու շատ են գալիս։ Որտե բալեշիկ պարժանելու է թեժ, ուրախություն եւ մի քիչ էլ խառնաշփոթ։ Բայց դա սաղ սպորտի համար է եւ սպորտի իօքուտ մենակ։ Իրոք այսօր շատ հետաքրքիր էր, իսկ այս տարվա հետ կապված ինչ պլաններ ունեք, կարող եք նենց մի երկու խոսքով ասել։ Գիտեք, ուրեմն ճիշտ նախատեսում ենք, որ քաղաքում էլ անենք։ Այսօր հանրապետությունում մոտոն մտել է արդեն ամեն օրվա ոնց որ մեքենան նույն ձևի մտել է մոտոն, այո, փոխադրամիջոց, մարդիկ հասկացել են, որ դա էլ է մի կուլտուրա, մի սպորտաձև է, կուլտուրա է, քաղաքի տրանսպորտ է եւ
ուզում ենք որ մի քիչ մասսայական դառնա։ Փորձում ենք, էլի։ Դե տեսնում եք, նույնց եմ ասում, մեր Արտաշատի մենք ավտոմոտոկլուբ ունենք, առաջվա դրա տարածքով մի քիչ սովետաշնում ունենք տարածք։ Չգիտեմ, փորձենք տենանք ոնց կլինի, երևի առաջ կգնան։ Տղաները մոտոներ են առել լավ, նոր, ճիշտ է, այսօր չէին քշում մի քիչ փոշու բանի պատճառով, բայց կքշեն մյուս մրցումները անպայման։ Իսկ քաղաքում կազմակերպելիք այդ, որ ասում եք մոտոմրցությունը, դա վերաբերում է էլի կրոսին, թե արդեն քաղաքային ասֆալտի մոտոներին։ Չէ, ուրեմն էլի մոտոկրոսին է դա վերաբերվում, բայց ասֆալտի մոտոները ճիշտ է նախատեսում ենք, տեսնենք, եթե մեր մոտ ստացվի, մենք ուզում ենք բայկեր ակումբները միացնենք իրար ու փորձենք կամ ինչ որ տարածքից տարած գնալու ինչ որ ռալի վարիանտով անենք էնդուրոյի, էլի, այսինքն այդ տիպի, կամ էլ ֆիգուրնի վազգենյա։ Ճիշտ է, բայկերներով դժվար է ֆիգուրնի վազգենյա անել, բայց էլի ինչ որ մի հատ ձևա, որ ժողովրդին հավաքել իրար գլուխ, էլի, որ սիրուն լինի, ծանոթանան իրար, տենան քանի հատ մոտո ունեն ընդհանրապես Հայաստանում եւ ով է զբաղվում մոտոյով։ Լավ, ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն։ Երրորդ տեղը Արտակ Արությունյան, ուրա։ Սամվել Հովանեսյան։ Առաջին տեղը Հաուքսանիկ Դասուն Սարգիսը Վրանդ։ Դիպլոմի բանը։ Երկու 510-ի մեջ, երրորդ տեղը գրավել է Հակոբ Նիկոլաև, երկրորդ տեղը, արդյոք, առաջին տեղը 250-10-ի մեջ, շատ ուժեղ պայքարի մեջ, հաղթել է Կարլենը։ Ես իմ առաջի տեղը նվիրում եմ այս տղուն։ Գնի։ Մյուս մրցմանը ինքը կրի։ Մարտիրյան։ Առաջերտի քեզ։ Որ խորարվես։ Աբեք։ Դե ինչպես հասկացաք մեր կադրերից, երկուականի մոտոն իմ խելքի բանը չի։ Դրա համար ես նախընտրեցի 4 ակը։ Մնացեք մեզ հետ, Drive News-ի եթերում։